Ոսպը միամյա բույս է, պատկանում է բակլազգիների միամյա բույսերի ցեղին։ Հայտնի է ոսպի մոտ 6 տեսակ։ Պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցային նյութեր, օսլա, ճարպ։ Սերմերը պարունակում են շատ վիտամիններ, ճարպայուղեր և միկրոտարրեր։ Բժշկության մեջ օգտագործում են ոսպի սերմերը։ Հայկական բժշկության մեջ ոսպն օգտագործել են զարկերակային արյան ճնշման բարձրացման, մաշկային ցաների, նշիկների բորբոքումների, կերակրափողի խոցերի, հազի, խոցերի, աչքի, ականջի բորբոքումների, բարորակ և չարորակ կուռուցքների, ոսկրածավի, լյարդի հիվանդությունների, մարսողական ուղու, բորբոքումների, լուծի, ջրգողության բուժման համար։ Մարդու օրգանիզմը հիմնականում անհրաժեշտ քանակությամբ սպիտակուց է ստանում մսի օգտագործումից, սակայն պարզվում է, որ լրիվ կարելի է միսը փոխարինել ոսպով, էլ չասած, որ բուսական սպիտակուցը ավելի հեշտ է յուրացվում օրգանիզմում։ Ոչ մեծ քանակությամբ ոսպը կարող է հագեցնել քաղցը տևական ժամանակ, իսկ ճարպի նվազագույն քանակի շնորհիվ ոսպը կարելի է օգտագործել քաշը գցելու նպատակով։ Ոսպի մեջ մեծ քանակությամբ օսլա, բնական շաքար, չհագեցած ճարպաթթուներ են պարունակվում, մեծ քանակությամբ լուծվող բջջանքի շնորհիվ բարելավում է մարսողությունը, որն իր հերթին աղիքների քաղցկեղի կանխարգելման հրաշալի միջոց է։ Այս մթերքը շատ օգտակար է կանանց առողջությանը։ Մեկ բաժին ոսպը կարող է ապահովել մարդուն անհրաժեշտ ֆոլաթթվի օրաբաժնի 90%-ը։ Ուստի այն պետք է ներառել նաև հղի կանանց սննդակարգում պտղի նորմալ ձևավորման համար։ Ոսպը հարուստ է միկրոտարրերով, կալիումով, երկաթով, կալցիումով, մագնիումով, ցինկով, ֆոսֆորով, ինչպես նաև սպիտակուցներով։ Հաճախ օգտագործեք ձեր սննդակարգում ոսպը, քանի որ այն մանրաթելեր է պարունակում, որոնք լավացնում են նյութափոխանակությունը և օրգանիզմից դուրս են բերում կուտակված տոքսինները և վատ խոլեստերինը։ Կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Մաքրում է արյունը, լավացնելով արյան շրջանառությունը։ Բոլոր օրգաններն անհրաժեշտ քանակով թթվածին են ստանում, կանխարգելելով սրտի հետ կապված խնդիրները։ Վերահսկում է արյան մեջ շաքարի մակարդակը։ Կարող է օգնել նաև կանխարգելել դիաբետի առաջացումը։ Դիաբետով տառապող անձինք կարող են ոսպը ներառել սննդակարգի մեջ։ Ոսպը իսկական փրկություն է նրանց համար, ովքեր չեն կարող կարմիր միս օգտագործել։ Եփած ոսպի 100 գրամը պարունակում է մոտ 110 կիլոկալորիա։ Ոսպը նորմալացնում է վահանաձև գեղձի և ընդհանուր էնդոկրին համակարգի գործունեությունը, վերականգնում է սթրեսային իրավիճակներից, կանխարգելում է պանկրեատիտը, ստամոքսի և 12 մատնյա աղիքի, գաստրիտի, խոցերի և այլ հիվանդությունների զարգացումը։ Մաքրում է լյարդը, բարելավելով դեմքի և մարմնի մաշկի վիճակը։ Դրականորեն է ազդում տղամարդկանց առողջության վրա։ Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ դրական է ազդում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Այս սննդամթերքի պարբերաբար օգտագործումը զգալիորեն մեծացնում է աշխատունակությունը և տոկունությունը։ Հատկապես շատ օգտակար է ծանր ֆիզիկական աշխատանք կատարող տղամարդկանց համար։ Այն կարևոր է 40-ից բարձր տարիքի մարդկանց համար, քանի որ նրանց սրտի կաթվածի և կաթվածի ռիսկը աստիճանաբար սկսում է աճել։ Կանանց համար նույնպես շատ օգտակար է, պարունակում է զգալի քանակությամբ ֆիտոէստրոգեններ, որոնք դրական ազդեցություն են ունենում կանանց օրգանիզմի վրա կլիմաքսի ընթացքում։ Կարգավորում է սրտի ռիթմը, կանխարգելում է ուռուցքային հիվանդությունների զարգացումը, բարձրացնում է տրամադրությունը, նորմալացնում է մարմնի քաշը և մկանների տոնուսը։ Եթե ձեր ընտրած սննդակարգը ոսպ է ներառում, ապա վստահ եղեք, որ վիտամինների և հանքանյութերի անբավարարության խնդիր չեք ունենա։ Այս ամենից զատ ոսպը նաև էկոլոգիապես մաքուր և անվտանգ մթերք է։ Բանն այն է, որ եթե անգամ այս բույսը մշակվել է աղտոտված տեղանքում, միևնույն է նիտրատներ, թունավոր նյութեր, ռադիոնուկլեիդներ չի կլանում և կուտակում։ Կրծքագեղձի և ուղիղ աղիքի քաղցկեղի կանխարգելման նպատակով առաջարկվում է ոսպով պատրաստված սնունդ ընդունել ցանկացած վիճակում, քանի որ իզոֆլավոնները, նյութեր, որոնք ճնշում են քաղցկեղային բջիջների աճը, չեն քայքայվում ջերմամշակման արդյունքում։ Ոսպը հաջողությամբ կիրառում են նաև ժողովրդական բժշկության մեջ։ Օրինակ, այրվածքները բուժում են կարագի հետ խառնած ոսպի ալյուրով, իսկ վերքերի սպիացման համար այն խառնում են դեղնուցին։
Միզաքարային հիվանդության դեպքում ցավը մեղմելու համար պետք է օրական 3 անգամ կես բաժակ ոսպով շիլա ուտել։ Եփած ոսպը խթանում է աղիների շարժունակությունը եւ առաջացնում է գազեր։ Ուստի այն մարդիկ, ովքեր ունեն թույլ աղիքներ, ապա պետք է զգուշորեն օգտագործեն եփած ոսպը։ Ոսպը շատ լավ է համադրվում բանջարեղենի, կանաչիների, սոխի, սխտորի, ձվի եւ այլ սոուսների հետ միասին։ Եփած ոսպը ավելացնում են աղցանների եւ ռագուների մեջ, ինչպես նաեւ պատրաստում են համեղ ճաշեր, սուպեր, շիլաներ եւ այլն։